Սիրելի հայրենակիցներ, անդրադառնալու եմ Հայաստանում բեսպրիդելի, իրավական բեսպրիդելի երկու օրինակի։ Մեկ ազգային ժողովի պատգամավորի օրինակով, անդրմխելիություն, մեծ բաներ, ազգային ժողովի պատգամավոր։ Դրանք ազգային ժողովի պատգամավորը, երբ որ ազգային ժողովի իշխանության պատգամավորը։ Եթե շեֆը ասում է, քննիչնովա, որ ազգային ժողովի պատգամավորի գլուխը ջարդի, կարմիր բերետնովա, որ չտա օրինակ մեր Մերքոնյան այսօր ներկա չի, աչքը լրիվ ուռած էր երեք Գյումրիում։ Նայեք, այս հեռախոսն է, սիրելի հայրենակիցներ, մտնում են մեր տուն, ասում են պարոն Մանուկյան, իմ համար չեն գալիս, տղայի սիփր, պարոն Մանուկյան, հեռախոս, ասեմ ազգային ժողովի պատգամավորը հեռախոսա չեմ տալիս, 20 րոպե հետո գաղթագողի շեֆը զանգում է բան, Այվազյան ազգանունը, լավ հիշում եմ, մեկ էլ հարձակվում են վրաս, բալկոնում իրար ենք տալիս, գողանում են հեռախոսս, 10 օր պահածա քննչականում, դադախազին նամակ եմ գրում, ասում տիկինը դադախազ, ազգային ժողովի պատգամավորը հեռախոսա գողացել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողը, ինչ անում դատախազը տաղան, գոնե դրան մտքով գոնե մտածեք, բողոքս ուղարկում է հանցագործության մասին հաղորդումս, ուղարկում է քննչական կոմիտե, ոչ թե քննչականին վերահսկող, ասում են այնտեղ հանցանք չկա, երկրորդը 10 օր առաջ բոլորից զգուշացնում էի, բոլորիդ գաղտնալսում են, երբ պետքա ամեն մեկիդ վրա եղած ցանկացած գաղտնալսում, ամբողջական թե մոնտաժված, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Չախոյան Տարոնի մեդիա նյուզ կայքում կտպի հաջորդ օրը քրեական գործ կհարուցեն, 10 օր առաջ եմ ասել, գործընկերներ, 10 օրվա ընթացքում Արագածոտի թեմի առաջնորդ, Արագածոտի թեմի հոգևորական, մեդիա նյուզ կայքում գաղտնի ձայնագրության հիման վրա այսօր տարել փակել են բանտում, նորից եմ զգուշացնում, ճիշտ ասում պարոն Վլադիմիր Վարդանյանը, պատգամավորի անդերմխելիություն, ազնական տվյալ է, Հովիկ Աղազարյանի հեռախոսը, որ քրքրում էին, չէի մտածում, պատգամավորը, ազնական տվյալ, այսքանը։